հայկական ժառանգություն։ Սուրբ Գևորգ, Սուրբ Նշան, Մուղնեցոց Սուրբ Գևորգ, Նորաշենի Սուրբ Աստվածածին, Երևանցոց Սուրբ Մինաս։ Թբիլիսիի հայկական եկեղեցիների ոչ ամբողջական ցանկն է։ Այժմ գործում եւ հայկական են համարվում միայն առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եւ Հավլաբարի Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցիները։ Հայկական Թիֆլիսը։ Հավլաբարում Խոջիվանքի բարձունքից տիրական հայացքով քաղաքին է նայում ոսկեզոծ գմբեթով Սուրբ Երրորդություն եկեղեցին։ Վրաց ուղղափառ եկեղեցի է, ամենամեծը Վրաստանում։ Երկյուղացությամբ խաչակնքվելով եկեղեցի մտնող վրացի հավատացյալներից քչերը գիտեն, սակայն որ տաճարը կառուցվել է հայկական գերեզմանատան տեղում, հայ մտավորական ու հասարակական բազմաթիվ գործիչների ոսկորների վրա։ Այս ամբողջ տարածքը եղել է Խոջիվանքի նախկին գերեզմանոցի տարածքը։ Հիմա այստեղ արդեն հառնում է Սուրբ Երրորդություն եկեղեցին։ Այդ ցենց եկեղեցի տեղում էլ մեր երբևիցե Սուրբ Աստվածածին եկեղեցին է եղել կանգնած։ Իսկ այդ ներքևում, եթե նայենք, կտեսնենք մասունքներ մնացած նախկին գերեզմանոցից, դամբարաններ են։ Ժամանակին Թբիլիսիում թաղում էին դամբարաններում։ Եվ այս դամբարաններում մինչև հիմա ոսկորներ կան, ամայդ մարդկանց, որոնց ցավոք սրտի մենք չգիտենք այդ մարդիկ ովքեր են։ Վրացիներն ինչ-որ իմաստով ծայրահեղությունների գիրկն ընկնող ժողովուրդ են։ Խորհրդային միության տարիներին ջանասիրաբար հրամաններ էին կատարում ու եկեղեցիներ քանդում, ընդ որում ոչ միայն հայկական, աթեիզմ էր։ Հայերը Վրաստանում հյուրեր չեն։ Մեր ժողովուրդը այստեղ եկեղեցական հայկական կյանք գոյություն է ունեցել դեռևս 5-րդ դարից եւ պատմությունից մեզ հայտնի է, որ Դավիթ շինարար թագավորի օրոք 11-րդ դարում Վրաստանի հայ եկեղեցուն թեմին տրվել է բարձրագույն կարգավիճակ։ Հայերը ապրել են եղբայրական վրաց մեր ժողովրդի հետ, կողք կողքի արարել, ստեղծագործել եւ մնայուն արժեքներ թողել այս երկրում, այս հողի վրա։ Մինչև խորհրդային կարգերի հաստատումը Վրաստանում մենք այստեղ ունեինք փառահեղ, ծաղկուն, գործունյա համայնք թեմ եկեղեցի իր ազգային եկեղեցական կրթական կառույցներով։ Բայց հանկարծ ամեն ինչ կորավ խորհրդային կարգերի հաստատումից հետո եւ Փառք Աստծո Վրաստանի անկախացությունից հետո մեր եկեղեցին, մեր թեմը
սկսեց իր մեջքը շտկել եւ շունչ քաշել։ Հետխորհրդային շրջանում Վրաստանի անկախության առաջին տարիներին անհավատությունը տեղը զիջեց մոլերանտ կրոնավորությանը։ Կարճ ժամանակի ընթացքում ամենուր նոր եկեղեցիներ կառուցվեցին, այլ եկեղեցիներ էլ վրացականացվեցին՝ հայ առաքելական, ռուս ուղղափառ, կաթոլիկ։ Այդ շրջանում վրաց ուղղափառի եկեղեցին մեղմ ասած հանդուրժող չէր անգամ քրիստոնյա եղբայրների նկատմամբ։ Այդ տարիներին էլ Վրաստանի, մասնավորապես Թբիլիսիի հայ առաքելական մի շարք եկեղեցիներ վրացականացվեցին, որոշ տաճարների վրա էլ դեռ աչք ունեն, վիճելի եկեղեցիներ են։ Այդպիսիք Թբիլիսիում 5-ն են, մնացածն արդեն վրացական են։ Հիմա Թբիլիսիում հայկական 2 գործող եկեղեցի կա։ Առաջնորդանիստ Սուրբ Գևորգն ու Հավլաբարի Էջմիածնեցոտ Սուրբ Գևորգը։ Վիրահայոց թեմում իրենց ծառայությունն են բերում 17 հայ հոգևորականներ, ի գլուխ ունենալով գերաշնորհ Տեր-Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, Սրբազանի առաջնորդությամբ եւ գլխավորությամբ մենք հայ եկեղեցականներս մեր կարելին ենք անում, երբեմն անհնարը հնարին ենք դարձնում, որբեսի հոգևոր ծառայություն եւ հոգևոր սպասավորում բերենք մեր հայ հավատացյալներին։ Հայ առաքելական եկեղեցին քրիստոնյա Վրաստանում բազմաթիվ խնդիրներ ունի։ Նախ եկեղեցիների պատկանելության մասին։ Ներկայում վիրահայոց թեմը վրաց իշխանություններից պահանջում է վերադարձնել խորհրդային տարիներին բռնագրավված Թբիլիսիի առնվազն 5 հայկական եկեղեցիներ՝ Նորաշենի Սուրբ Աստվածածինը, Սուրբ Նշանը, Երևանցոց Սուրբ Մինասը, Շամխորեցոց Կարմիր Ավետարանը եւ Մուղնեցոց Սուրբ Գևորգը։ Тбилиси есть церкви, которые можно 100% сказать, что армянские церкви. Կարծում եմ Թբիլիսիում կան եկեղեցիներ, որոնք վստահաբար կարելի ասել, որ հայկական են։ Օրինակ, քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող Սուրբ Նշանն ու Նորաշենի Սուրբ Աստվածածինը։ Դրանք ինչպես հոգևոր, այնպես էլ ճարտարապետական առումով մեծ նշանակություն ունեցող հուշարձաններ են։ Այդ խնդրի ձգձգումը չի նպաստում հայ համայնքի եւ վրաց ուղղափառ համայնքի հարաբերությունների բարելավմանը։ Կարծում եմ այդ հարցը կարելի էր վաղուց լուծել։ Բայց հիմա Նորաշենի եկեղեցին գոնե վերանորոգում են։ Հույս ունեմ, որ վերանորոգումից հետո ավելի դյուրին կլինի լուծել պատկանելության հարցը։ Կարծում եմ Թբիլիսիում առնվազն 6 եկեղեցի կա, որոնք պետք է վերադարձնել հայ համայնքին։ Դա ազնիվ քայլ կլինի։ Իսկ մինչ ազնիվ քայլ անելն ու պատկանելության հարցը լուծելը 2009 թվականի նոյեմբերին փլուզվեց Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցին։ Այժմ մենք գտնվում ենք Թբիլիսի ամենահին հայկական եկեղեցիներից մեկի մոտ, Մուղնու Սուրբ Գևորգի մոտ, որը 14-րդ դարի կառույց է։ Եվ հատկանշական է այս եկեղեցին ոչ միայն որ ինքը 14-րդ դարի կառույց է, այլ նրանով որ հենց այստեղ են թաղված եղել Սուրբ Գևորգ զորավարի մասունքները, որոնք տեղափոխվել են Երևանի կողքից գտնվող Մուղնի գյուղից։ Ուսումնասիրություններ արվեցին եւ պարզվեց, որ պատճառը ստորգետնյա ջրերն են, որոնք անցնում են հին Թիֆլիսի գրեթե ամբողջ տարածքով։ Իսկ պատճառը, որ տարիներ շարունակ հոգևոր այս տաճարը զուրկ է եղել հոգատար ձեռքից, պատկանելության խնդիրն է։ Վրացական կողմն այն պահպանելու ուղղությամբ քայլեր չէր ձեռնարկում, մինչև հարցի վերջնական լուծումը։ Հայկական կողմին էլ թույլ չէին տալիս ոչինչ անել նույն պատճառաբանությամբ։ Արդյունքում ունենք խոնարհված եւս մեկ եկեղեցի։ Բայց եկեղեցու փլուզումից հետո նոր սուր խնդիր առաջացավ։ Վրաստանի կառավարությունը եկեղեցու վերականգնման նախագծային աշխատանքների համար բավական մեծ գումար հատկացրեց՝ $27,000։ Անմիջապես նաև մասնագիտական խումբ ձևավորվեց։ Հնագետները պեղումներ սկսեցին ու այստեղ էլ վրացական հետք գտան 4 մետաղադրամ,
որոնցից երկուսը ենթադրաբար Թամար Թագուհու ժամանակաշրջանի, Դամբարան եւ վրացական կողմի համար թերևս ամենակարևոր հայտնագործությունը։ Հայկական եկեղեցու տակ նախկինում այլ եկեղեցի է եղել։ Հնագիտական աշխատանքները ղեկավարող Գուրամ Միրցխուլավան նույնիսկ հայտարարեց, որ 1350-ականներին այստեղ չէր կարող հայկական եկեղեցի գոյություն ունենալ։ Պարզապես վրաց դիոֆիզիտ եկեղեցու համար հայկական մոնոֆիզիտ եկեղեցին հերետիկոս էր։ Իրավապաշտպան կրոնական փոքրամասնությունների իրավունքների եւ ազատությունների հարցերով Վրաստանի հանրային պաշտպանի օգնական Բեք Համինդիաշվիլին կարծում է, որ երկու ժողովուրդների, վրացիների եւ հայերի միջև միմյանց մասին ձևավորված կարծրատիպեր կան եւ պետք է նախ դրանք հաղթահարել։ Вот, например, у нас существует такой стереотип, что Նախ պետք է ոչնչացնել գոյություն ունեցող կարծրատիպերը։ Օրինակ, Վրաստանում կարծրատիպ կա, որ հայերն ուզում են յուրացնել վրացական մշակութային ամբողջ պատմությունը, պատմական ձեռքբերումները։ Վստահ եմ, որ վրացիների մասին կարծրատիպեր կան նաև Հայաստանում, բայց մենք ուզում ենք այնպիսի պետություն ստեղծել, որ երկրի բոլոր քաղաքացիները, անկախ էթնիկ, մշակութային, կրոնական, սեռական պատկանելությունից իրավահավասար լինեն։ Բայց իրավահավասարության մասին Վրաստանում քիչ են մտահոգվում։ Համենայն դեպս կրոնական համայնքներին առնչվող խնդիրների տեսանկյունից։ Այստեղ խնդիրներ ունեին բոլոր կրոնական համայնքները, այդ թվում իրավական դաշտում։ Վրաց ուղղափառ եկեղեցին այսպես կոչված մենաշնոր ուներ, իսկ կրոնական մյուս համայնքները, հայ առաքելական եկեղեցին, կաթոլիկները, մահմեդականները, հրեաները հասարակական կազմակերպության կարգավիճակ ունեին։ Վրացական իշխանությունները տարիներ շարունակ հրաժարվում էին վիրահայոց թեմը գրանցել որպես կրոնական համայնք կամ կազմակերպություն, փոխարենն առաջարկելով մասնավոր իրավունքի սուբյեկտի կարգավիճակ։ Լաշա Բաքրաձեն սակայն լավատես է, ցանկացած խնդիր հնարավոր է լուծել, հատկապես հայերի եւ վրացիների միջև։ Я вообще не считаю, что есть какие-то вопросы, о которых нельзя разговаривать, потому что Կարծում եմ չկան խնդիրներ, որոնց մասին չի կարելի խոսել, հատկապես հայ-վրացական հարաբերություններում։ Ըստ էության 1918 թվականի պատերազմից բացի մենք որևէ ռազմական կոնֆլիկտ չենք ունեցել։ Ըստ իս պատմաբանները շատ բան են փչացնում, բայց նրանց աշխատանքը թերագնահատել նույնպես չենք կարող։ Թերևս հարկ է պետական մակարդակով ստեղծել հայ-վրացական պատմաբանների խումբ, որոնք կզբաղվեն տարբեր խնդրահարույց հարցերով։ Ցավոք մենք չենք սովորել երկխոսել, բայց երկխոսության միջոցով կկարողանանք բազմաթիվ հարցեր լուծել։ Բայց Վրաստանում երկխոսությունը փոքրինչ այլ կերպ են պատկերացնում։ Վրաց պատրիարքարանը պատրաստակամություն է հայտնել վերադարձնել Թբիլիսիի Սուրբ Նշան, ինչպես նաև Վրաստանի տարածքում գտնվող մի քանի այլ հայկական եկեղեցիներ, փոխարենը պահանջելով Հայաստանի հյուսիսում գտնվող քաղկեդոնական վանքերն ու տաճարները։ Ամենից հաճախ խոսվում է Քոբայրի, Կիրանցի եկեղեցիների մասին։ Առաջարկը սակայն հայկական կողմը մերժել է։ Մայրաթորը մասնավորապես պահանջել է հիմնավորումներ ներկայացնել այդ եկեղեցիների վրացական լինելու վերաբերյալ։ Հենց այստեղ էլ բանակցությունները փակուղի են մտել։ Не должен стоять вопрос, как Չպետք է հարցն այսպես դրվի։ Մենք վրացական եկեղեցիներ տանք հայերին, հայերն էլ Հայաստանում մեզ եկեղեցիներ տան, ինչպես վրացիներն են կարծում ուղղափառ մշակույթի մաս հանդիսացող եկեղեցիներ։ Բայց խնդիրը շատ բարդ է։ Այն բանից հետո, երբ խորհրդային տարիներին բազմաթիվ եկեղեցիներ բռնագրավվեցին ու ավերվեցին, այդ թվում հայկական եկեղեցիներ, եկեղեցապատկան գույքի եւ հողերի վերադարձի գործընթաց սկսվեց վրաց ուղղափառ եկեղեցում։ Բայց այս դեպքում էթնիկ կամ կրոնական համայնքներին վերաբերող որևէ մոտեցում չմշակվեց։
Մյուս կողմից ուղղափառ եկեղեցին ոչնչով չհիմնավորված պահանջներ առաջ քաշեց, հայտարարելով, որ անգամ ակնհայտորեն հայ առաքելական եկեղեցիները հայկական չեն, իբր ժամանակին ուղղափառ են եղել, հետո հայ համայնքին են անցել։ Ամենայն հայոց Գարեգին II կաթողիկոսի Վրաստան կատարած այցի ընթացքում վրաց հոգևոր առաջնորդ Իլիա II-ը բացահայտ հայտարարել է, թե եկեղեցիները նորոգելու պարտավորությունը պետք է երկկողմանի լինի, եւ եթե Վրաստանը վերականգնում է հայկական եկեղեցիները, Հայաստանն էլ պետք է վրացական եկեղեցիները վերանորոգի ու խնամի։ Исходя из того, что в Грузии очень силен авторитет православной церкви, Վրաստանում վրաց ուղղափառ եկեղեցին մեծ հեղինակություն ունի, եւ պետությունն ինքնուրույն չկարողացավ լուծել ինչպես հայ առաքելական, այնպես էլ կաթոլիկ համայնքներին գույքի վերադարձի հարցը։ Այդ պատճառով հիմա Թբիլիսիում կան 5 չգործող հիասքանչ տաճարներ, որոնցից 3-ն արդեն ավերված են, իսկ 2-ը ծայրահեղ վատ վիճակում են։ Ժամանակին ես սա չհայտարարված վանդալիզմ եմ կոչել։ Ոչ ոք չի կործանում այդ եկեղեցիները, բայց ժամանակն ու չլուծված խնդիրներն իրենց գործն անում են։ Դա իհարկե մեր մեղքն է, եւ վրացական հանրության, եւ ուղղափառ եկեղեցու։ Մեղքը նաեւ վրացական իշխանություններինն է, որոնք չկարողացան լուծել իրենց հայ քաղաքացիների համար կենսական նշանակություն ունեցող եւ ցավոտ այդ խնդիրը։ Այդ պատճառով վիրահայոց թեմը փորձում է խնդիրներին լուծում գտնել, դիմելով միայն երկրի աշխարհիկ իշխանություններին։ Վիրահայ թեմը ստեղծված իրադրությունից ելք է համարում Վրաստանի կառավարության հետ համաձայնագրի կնքումը, որով կսահմանվի ոչ միայն թեմի իրավաբանական կարգավիճակը, այլև կլուծվեն մյուս բոլոր տարաձայնությունները։ Если даже государство это решало бы, было бы легче. Եթե այդ հարցը պետությունը լուծեր, ավելի հեշտ կլիներ, բայց պետությունը հարցնում է եկեղեցուն, քանի որ ըստ օրենքի եկեղեցական բոլոր հարցերում ուղղափառ եկեղեցին իր օրենքներն ու սկզբունքներն ունի։ Նրանց նույնպես կարելի է հասկանալ, քանի որ Հայաստանում մի քանի եկեղեցիներ կան, մասնավորապես Լորիում, որոնց հարցում վրացական եկեղեցին ուզում է իր խոսքն ունենալ։ «2012 թվականին երկար տարիների պայքարից հետո հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը վերջապես ստացավ պետական գրանցում։ Մինչ այդ 2011-ին Վրաստանում օրենսդրական փոփոխություններ կատարվեցին, եւ հայկական, կաթոլիկ, բապտիստական եկեղեցիներն ու հրեական եւ մահմեդական համայնքներն իրավաբանական անձի կարգավիճակ ստանալու իրավունք ունեցան։ Սակայն գլխավոր սեփականության հարցը մինչ օրս լուծված չէ։ Վրաստանի պետությունը վերջին տարիներին հրեական համայնքին է վերադարձրել 8 սինագոգ եւ մուսուլմանական համայնքին է վերադարձրել 85 մզկիթ եւ կարծում եմ ոչինչ չպիտի խանգարի, որպեսզի եղբայրական հայ ժողովրդին էլ վերադարձվի առաջիկայում այն ամենը, ինչ որ պատկանում է հայ ժողովրդին եւ արդարությունը կվերականգնվի, անցյալի մութ էջը կթարտենք եւ մենք կշարունակենք մեր խաղաղ գոյակցությունը Վրաստան աշխարհում։ Մինչ այդ վիրահայոց թեմը շարունակում է ակտիվ դերակատարում ունենալ Թիֆլիսահայ համայնքի ոչ միայն հոգևոր, այլև կրթական ու մշակութային կյանքում։ Դա առավել ակնհայտ է դարձել հատկապես վերջին մի քանի տարիներին, բայց այդ մասին էլ հայկական Թիֆլիսը շարքի հաջորդ հաղորդման ընթացքում։